Հայկը երբեք չի պարտվել բելին, երբեք չի կարող պարտվել, իսկ հիմա պարտվեց բելը, հայկին, 2 օրա պարտվել է, 2 օրա, նորից եմ կրկնում, հիմա այդ բելիկները ինչ ուզում անեն, ես նորից իրանց ասում եմ, խելքներդ գլուխներդ հավաքեք, այ բելիկներ, արդեն դուք չկաք, դուք պարտվել եք, չկաք, Ինչու հիմա, ինչու 2025 թվական, 100-ամյակներով գլխիվայր շրջվել էին, ինչպես հասունացավ այս ժամանակահատվածը և միթե սա պետք է լիներ դա ծրագրավորած էր, թե նախախնամություն կար։ Նու մենք ասենք ամեն ինչը, չէ, հիմա ծրագրավորել ենք, որ Ծիրանը ասենք պետք է հունիսի սկզբներին հասնի կամ թութը, չգիտեմ ինչ բան, բնականon բան է։ Հիմա այն համակարգը, որ 4000 տարի ձեռքից վերցված էր եւ պահված էր, ստեղծված էր դրա տեղը ուրիշ գաղափարախոսություն, հա, խոտոր, աղավաղված։ Այդ աշխատեց, մի օր ինքը պետք է իրան ինքը իրեն վերջ դներ, չէ, ինքդ քո ձեռքով քո ձեռքով քո վերջը կտաս, չէ, թուլատնա ասում, չէ, Ֆիրդուս Ռուստամ Զորաբի մեջ։ Ամեն ինչը բնականon է այս աշխարհում։ Պետք է հասունանար պահը, ավրը, հայերեն պահ ավրա կոչվում է, եւ վերհառներ նորից հայկը, ուրեմն նորից եմ ասում, դա պատահականություն ոնց է, կամ նախախնամություն։ Երբ որ հայկը մեկ շրջապտույտը կատարել է 2012 թվականին, ուրեմն երբ որ նա եկավ, կանգնեց իր միևնույն կետին, որ եղել է 25920 տարի առաջ, համակարգ փոխվեց տիեզերքում, ուրեմն ժամանակի ամեն մի կետը յուրահատուկ եւ առանձնահատուկ է։ Այսինքն երբեք չի կրկնվում։ Վրա ենք մենք։ Այո։ Պետք է գալ վերակայման, գիտեին, Արեգ ջան, եթե դու վերցնես հիմա Տիբետ, քրիստոնեություն, մահմեդական, բոլոր կրոնների բանը կարդաս, կանխագուշակումները, այս արդիվ։ Նրանք բոլորն էլ այսօրվա մասին ասում են։ Նույնիսկ եթե չեմ Մայաներ, չգիտեր, հա, քրիստոնեության մեջ, ասում եմ, այս ձերդ կլինեմ, մինչև այն ժամանակների վերջը, երբ որ ասում եմ, սափորով ջուր տանող մարդը կգա, ու գնացեք նրա հետևից եւ տվեք իմ զատիկը։ Ջրոսի բանը հիմա համաստեղության գլխավոր ալֆա աստղ է հասարակացի վրա, հենց Տաթևիսյան վրա է ալնում մարտի 20-ին։ Խոսենք նաև հայկական հողի մասին եւ Հայաստանի մասին։ Ինչու հենց այդ համակարգի փոփոխությունը պետք է ուղիղ համեմատական լիներ Հայաստանի հետ եւ այդ ռեստարտի վայրը պետք է լիներ հայոց հողը։ Որտեղ ի վերուս տված զրոյական գոտին գտնում է Հայաստանում։ Հիմա այդ հայկի համակարգով արդեն ապացուցված դրույթ է դառնում աշխարհի մասշտաբով։ Այսինքն այնպես չէ, որ մենք կամայականորեն ասում ենք Հայաստանն է։ Դա ի վերուս տրված տիեզերքի կառույց է, այս աշխարհագրական դիրքը, որտեղ համատեղում է երկինքն ու երկիրը։ Համատեղում է բոլոր, ուրեմն համակարգային դրույթներով։ Բոլոր ինչքան կա դրույթներ գալիս է հավասարակշռման մեջ է, իմջալոց այդ մինտակա հայկի հենց գերաստղը, որը հասարակացի վրա կոչվում է կշիռք։ Հենց այդ կշիռքը հավասարակշռում է այդ բոլոր համակարգները, գալիս կանգնում է կետը։ Իր կետին, որը հենց տիեզերքի առանցքակենտրոն կետն է երկնային։ Ոնց ուզում ես պտտվի, ինքը բերում է մեր ժամանակը ինքն է կառուցում, տալիս է մեզ 24 ժամ, արևը չի տալի, հայկն է տալիս։ Էդի մինչև հիմա չենք թե որ կետից հաշվեն, համարը կասկածում են 24 ժամ, թե